Սարդարյան, անբաց դատականիստով շարունակում է ՀԿԴ 0079-0125 քրեական գործի քննությունը դատականիստերի քարտուղարին խնդրում ձեռքցել ովքեր ներկայացել դատականիստը։ Դատականիստը ներկայացել են Նարայ Մեղադյանը, Պաշտպան Մուտանյանը, Արտուր Սարդարյանը, Մեղադյանը Գագիկ Բեգլյանը, Գագիկ Բաղդասարյանը, Գագիկ Յանջոյանը, Ժողովի Լիազովի Չարլզ Սարդարյանը, ինչպես նաև նիստի ներկայացնում գրականությունի աշխատանքից։ Դատական արձանագրում, որ վարույթի մասնակիցները դատականիստի ներկայացած են, վարույթի ներկայացված մեղադրանքից յուրաքանչյուրը պաշտպանով ներկայացված է, դատականիստը շարունակում խոչընդոտող հանգաման կարգաչ է։ Դատական արձանագրում, որ դատականիստի առաջնագծում իրավաբանն դատական կայքի լրագրող Տիգրան Ղուկասյանը ըստ քրեական դատավարության կարգավորների դատականիստերի տեսաձայնագրատումը, տեսագրումը և լուսանկարումը թույլատրում է դատարանի թույլտվությամբ և դատարանը տեսաձայնագրմանը, լուսանկարմանը և տեսագրմանը կարող է հավաքել միայն մեղադրյալները ինչ կորշում են։ Մենք առաքում ենք վարկի դատարան, դատական լիստին ենք ուրիշ լրագրողի մասնակցությամբ էր։ Առասարակ ենք առաքում։ Կարող այդ լրագրողի նկատմամբ հավաքական։ Բոլոր լրագրողի մասը բարեր։ Կընդունելով մեղադրյալների առարկությունը, դատականիստի տեսաձայնագրումը, տեսագրումը և լուսանկարումը արգելում է միևնույն ժամանակ պարզաբանեմ, որ դատականիստի ձայնագրման համար վարույթի որևէ մասնակցի թույլտվության անհրաժեշտություն առկա չէ։ Նախորդ դատականիստին Սարդարյան իշխնել եք դատականիստը հետաձգել, որպեսզի Գրիգորյան հայցը պատրաստեք, խնդրում եմ հայտնել արդյոք լսում ենք ձեզ։ Նախ ներկայացնեմ դատարանի և կողմերին Պարոն Սարդարյան, մեղադրյալներից որ մեկին պետք է Գրիգորյան հայցի օրինակը տրամադրվի։ Պատոժան դատան Գրիգորյան հայցի օրինակ պետք է տրամադրվի պարոն Բեգլարյանին և Յանջումյանին։ Գագիկ Բեգլարյանին, Գագիկ Յանջումյանին Գրիգորյան հայցի օրինակը տրամադրվեց։ Այո։ Կարող եք ներկայացնել։ Պատոժան դատան հաշվի առնելով որ Գրիգորյան հայցի օրինակը տրամադրվել է վարույթի դատարանի վարույթի մասնակիցներին, եթե թույլ կտակ ներկայացնեմ Գրիգորյան հայցը արգել չհնարավորես միայն եզրափակիչ մասը, ըստ էության, որ Գրիգորյան հայցի պատրաստելու համար ինքն հանդիսացել մեղադրական եզրակացությունը, նկարագրական մասում ըստ էության տարբերություն չկա։ Պարոն Սարդարյան, ամեն դեպքում Գրիգորյան հայցը վարույթ ընդունելու պայման հանդիսացող հանգամանքներին խնդրեմ ամեն դեպքում անդրադառնալ։ Պատոժան դատան ձեր վարույթը քննվում ՀԿԴ 0079-0125 քրեական գործը մեղադրանքի Գագիկ Բեգլարյանի ըստ մեղադրանքի Բեգլարյանի մեծագրման 2002 ապրիլի 10-ին տոնված և 2020 թվականի հունիսի 1-ին ուժը կորսած քրեական արժեքի 900 հոդվածի երկրորդ մասով 16 դրվագ, 33 հոդվածի երկրորդ մասով 12 դրվագ, 150 հոդվածի երրորդ մասի առաջին կետով 11 դրվագ և 30 հոդվածի երրորդ մասի առաջին կետով 12 դրվագ նախատեսված ենթադրյալ անցակների կատարում մեկսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2020 թվականի հունիսի 1-ին ուժը կորսած քրեական արժեքի 200 մասի երկրորդ մասով 12 դրվագ և 150 հոդվածի երրորդ մասի առաջին կետով 12 դրվագ նախատեսված ենթադրյալ անցակների կատարում Գագիկ Բաղդասարյանին մեծագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2020 թվականի հունիսի 1-ին ուժը կորսած քրեական արժեքի 33 հոդվածի երկրորդ մասի 2 դրվագ և 150 հոդվածի երրորդ մասի առաջին կետով 2 դրվագ նախատեսված ենթադրյալ անցակների կատարում քրեական գործով Երևան համայնքը ճանաչվել է դուրսով։ Պատվաժող դատարան Գրիգորյանի վնասի հաղորդման պայմանները ծավալը և եղանակները նկարագրված են
Եվ խնդրում եմ ձեր վարքում քննվող ԻՖԳԴ 0070-ի քրեական գործով այստեղ ցանկանում եմ նշել պատասխանատվական, որ բնիկ պարկի արդյունքում նշված առաջին կետով ներկայացված պահանջում դուրս է մնացել Գագիկ Գիանջումյանի գույքեն պատասխանող ճանաչելու խնդրանքը, ուստի խնդրում եմ ձեր վարքում քննվող քրեական գործով Գագիկ Բեգլարյանի և Գագիկ Գիանջումյանի ճանաչել գույքեն պատասխանողներ, Գագիկ Բեգլարյանից Օգուտ Երևան համայնքի բռնագանձել ընդհանուր 1,322,822,700 դրամ գումար որպես քրեական ազգակոչ թույլատրված ենթադրաբար կատարված արարքներով Երևան համայնքին անմիջականորեն պատճառված գույքերի վնաս Գագիկ Բեգլարյանից և Գագիկ Գիանջումյանից համապատասխանությամբ Օգուտ Երևան համայնքի բռնագանձել ընդհանուր 555,351,600 դրամ գումար որպես քրեական ազգակոչ թույլատրված ենթադրաբար կատարված արարքներով Երևան համայնքին անմիջականորեն պատճառված գույքերի վնաս։ Միջնորդում եմ հայցակենի չափով ձեռնարկել հայցի ապահովելու միջոցներ։ Նշեմ, որ այս 559,351,600 դրամը ընդհանուր է երկու մեղադրյալներին վերագրվող գումարի ամբողջությունն է կազմում։ Այսքան։ Այս հաստատվող դիտկային հայցը, որ ներկայացրել եք, մեղադրանքի բովանդակությունը ապկայակոչված։ Այո, պատասխանը վերնշեցի։ Լավ։ Պարոն Պողոսյան, դիրքորոշում ունեք։ Կատվարժան սու դեպքում դուժով է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը և իրացնելով իր իրավունքը ներկայացրել է գույքային հայց ես որևէ ողջություն չունեմ հայցից կողմից։ Պաշտպանական կողմի դիրքորոշումը։ Դեպքում մեզ բնականաբար ժամանակ է պետք է սա հայցի մասին ծանոթանալու համար, հետևաբար մենք դատանի ժամանակ պլյուս նաև մի քանի հարց ունեմ զուտ ընկալելու համար պահանջի մասը, եթե թույլ տաք մի հատ հստակեցնենք, հայցահարուցող անձից, այստեղ ուզում հասկանում այս 1,307,000,000-ը եկի այն տարբերությունն է, որ ասենք եթե վճարվել է պետք է փորձաքննության շուկայական գինը տեսվել, դուք այդ շուկայական գինը, որ փորձաքննությամբ հաստատվել է, դրա տարբերությունն է հաշվարկե եւ ձևավորել 1,307,000,000 Այո, մեղադրանքի եզրակացության մեջ նշված շուկայական արժեքից հանվել այն տարբերությունը, որը վճարվել է, արդյունքում ստացված գումարը դիտվել է որպես պատճառված վնաս։ Մենք էլ մի հատ տարբերված, այդ այստեղ նաև երրորդ կետով նշել է Գագիկ Բեգլարյանից եւ Գագիկ Գիանջումյանի համապատասխանությամբ Երևանի բռնագանձել ընդհանուր 559,351,600 դրամ։ Սա այս գումարը արդեն ներառնված է, այն 1,307,000,000-ի մեջ ներառնված չի։ Ոչ, ներառնված չի։ Այստեղ նաև նշեմ, որ յուրաքանչյուրի դեպքում, յուրաքանչյուր մեղադրյալի դեպքում կազմում է գումարը 279,675,800 դրամ։ Համապատասխանությամբ ընդհանուր գումարն է կազմում 559,000,000։ Ասենք դուք համապատասխանությունը հավասար 2 եք բաժանում։ Այո։ Հասկացա։ Դա այս տեխնիկական մասով, այսինքն ստացվում է Գագիկ Բեգլարյանից դուք ուզում եք ընդհանուր, ընդհանուր առանցին 1,307,000,000 եւ առնվազն դրան գումարած 279,670,000 Այո։ Ճիշտ եմ ասում։ Լավ։ Դե այդուհանդերձ հարգի դատան մեր ժամանակ է պետք այցի ծանոթանալու համար մյուս լիստին որ ավելի դեպքում դիտորոշում։ Սա Հայաստանը։ Պարոն Սամարյանը Իհարկե միանում եմ գործմանը ժամանակի հետ կապված, միաժամանակ ուզում եմ հայտնել, որ ըստ էության ներկայացված գույքային հայցը ձևական առումով չի համապատասխանում քրեական դատողացման պահանջներին, մասնավորապես ապահովման միջոցի միջնորդման վերաբերյալ ըստ էության կոնկրետացված չի, թե ապահովման ինչպիսի միջոց է ապահովման միջնորդը որպեսզի կիրառվի, հետևաբար կարծում եմ, որ դա առնվազն մասով վերադարձվի եւ ստեյջների շփման համար ժամանակ տրամադրի։ Թույլ կտակ պատասխան։
Հաշվի առնելով որ քրեական դատավարությունը թույլ է տալիս նաև դատարանը իր հայեցողությամբ հայցապահող միջոցներ կիրառելու, այդ առումով թողնում են դատարանի հայեցողությունը։ Ինչի դատարանի հայեցողության թողնեք։ Կարող եք ձեր իրավունքները ամբողջ ծավալով իրացնել։ Այդ գումարի չափով բռնականություն տարածեք։ Եթե պաշտպանի կողմից նշածը նշված չի կոնկրետ ասված չէ, թե ում մեղադրանքներից որ մեկի նկատմամբ եւ ինչ տեսակի հայցի ապահովման միջոցներ կիրառել, ապա անորոշ նշել, որ մեկ նկատառում։ Մեր պարոն Սարդարյանի հայտարարությունը ավարտի, բոլոր նկատառումները բնականաբար դատարանը կլսի։ Ուստի հայցապահովման միջոցները վերաբերվում են թե մեղադրանքները Գագիկ Բեկտարյանի եւ Գագիկ Գանջուրյանի հետ կապված, իսկ հայցապահովման միջոցը շնորհքով որպես ամբողջական գույքի նկատմամբ բռնականություն կիրառելու միջոց իրականացնել։ Պարոն Մանանյան, ձեր նկատառումները։ Հայցապահովման միջոցի հետ կապված նախ որ ես կարծում եմ մինչև այս պահը քննիչը արդեն միջոցներ ձեռնարկել է հետևությամբ եւ կարծում եմ այստեղ հայցառոցող անձը պետք է հիմնավորի թե ինչքանով են այդ միջոցները անբավարար մինչ այս պահը ձեռնարկվածներ եւ արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել է ոսկե եթե վերաբերում է գույքի արգելանքներու գործով կա այն բազմաթիվ որոշումներ որ գույքերը արգելանքներ հետեւաբար այս մասով կարծում եմ այդ մասով միջնորդությունը պետք է չարվի, կարծիքով պետք է չի վերադարձվի, որովհետև միջնորդություն հարուցող կողմը ինքը պետք է հիմնավորել, թե օրինակ ձեռնարկած միջոցները մինչ այս պահի ինչու բավարար չեն եւ ինչ չափով բավարար չեն եւ կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ կոնկրետ ոյ գույքի հետ կապված եւ ինչ պատճառաբանությամբ եւ տեղական դատավարության ուսուցիչի 134-135 հանգստանում չեմ հիշում գույքի վրա արգելանքներն դնել կապված ըստ էության կլիները հիմքեր հետ կապված են որոշակի հաստատներն էին, որոնք նույնպես չկան։ Բայց հաշվի առնելով որ գործով կան արգելադրումներ հարգի դատարանից կարծում եմ չորրորդ կետը առասարակ քննության առարկա կարա չդառնա, որ այդ մասով Մենք ժամանակ տրամադրել, ըստ էության մնացած այցի մասով երկրորոշում տարածքում ես մասով արդեն իսկ արտահայտեց։ Այլ հայտարարություններ կա են։ Մեկ այլ հայտարարություն։ Պարոն Անանյան, ինչ դիրքորոշում եք ուզում գույքի այցի վերաբերյալ արտահայտել։ Ավելի կստակեցնեք։ Ըստ էության ասած կարող է հաստատող փաթեթ անել Մենք հաստատող փաթեթի կապակցությամբ մեր դժողի ներկայացուցիչը նշեց, որ ձեր պաշտպանյանի ներկայացված մեղադրանքի բովանդակությունն է ըստ էության վերարտադրված, հա, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Նայեք, խնդիրը հետևյալն է, քաղաքացիական հայցը հարուցելիս պիտի նշվի ով, ում դեմ, ինչի հիման վրա, ինչա պահանջում։ Այդ ինչի հիման վրա ինչքանով է ճիշտ դրա փաստական եւ իրավական մասը, դրա մասով ավելի դատարան հատկապես ես ուզում եմ հասկանամ, անկեղծ հնարավորություն չկա այդպեսի կարդալու հասկանալու։ Մեղադրանքի փաստական մասը մեղադրանքի որոշումն է ոնց հասկանում եմ, բայց դրա իրավական մասը Այդ ինչի հիման վրա այս բարույթը հարուցելու կամ գույքային հայցավարելու փուլում եք այդ ինչի հիման վրա զուտ արձանագրում ենք, որ արկա է նշում անձի կողմից թե ինչի հիման վրա է ինքը այդ գույքային հայցը ներկայացնում, թե բովանդակային քննարկման առաջկա դարձում ենք, թե այդ հիմքը գույքային հայցի որքանով այլ իրավաչափ, որքանով է հիմնավորված։ Հիմնավորվածության տիրույթի հարց չի, այլ զուտ առերևույթ դատավարական մասը պահպանված է թե չէ, որովհետև պատահական չի, որ նշված է, որ ով ինչի հիման վրա, ինչի հիման վրա փաստական իրավական ինքնին պետք է արտացոլված լինի իրական դատավարության օրենսգրքով նախատեսված, եւ նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված, իսկ հայցադիմում պետք է դավարի նաեւ ըստ էության հայցադիմումին ներկայացվող բոլոր պահանջներին, հա, այն որ փաստաթուղթը զուտ գույքային հայց է, ինքնին չի նշանակում, որ ինքը դարձավ որպես այդպեսին, հա։
ես կարծում եմ, որ քաղաքացիական օրենսգրքի այցելումի ներկայացող պահանջներին է պետք է դա համապատասխանի, հետևաբար մենք ծանոթանանք, հասկանանք, որոշում Այդ հայտարարությունը պարոն Սարդարյան, նաև բոլոր կողմերի համար դատարանշում է, որ գույքային հայցի հարուցման փուլում դատարանը քննարկում է միայն ձևական պահանջների պահպանված լինելը եւ բովանդակային քննարկման առարկա չի դարձնում գույքային հայցին բովանդակային առումով անդրադարձը կատարվելու է միայն դատավարական եզրափակիչ դատական ակտը կայացնելու պայմաններում եւ եթե օրինակ կայացվի մեղադրական վերդիկտ լրացուցիչ դատարանությունների փուլում, եթե նաեւ քրեական դատավարության նախատեսվում է, որ որոշ դեպքերում հետապնդումը դադարեցնելու որոշ դեպքերում ևս գույքային հայցը կարող է քննարկման առարկա դարձնել, այսինքն բովանդակային գնահատման առարկա դարձվելու է դատականության հետագա փուլերում հաշվի առնելով, որ այս փուլում դատարանը գնահատում է միայն ձևական պահանջների համապատասխանության հարցը, այն է քրեական դատավարության 160-րդ հոդվածի 4 մասով համապատասխանության հարցը, հայցադեպում պետք է նշվի, թե որ վարույթով, ով ում դեմ, ինչի հիման վրա եւ ինչ չափով է գույքային հայցարարություն, ինչպես նաեւ գույքային վնասի արտոնման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնականացման մասին։ Վստահ եմ պարոն Սարդարյանը եւս չի ուզում պարոն Անանյանից անհարկի ծանրաբեռնի եւ ինչ-որ տանջի, ուստի պարոն Սարդարյանը այս փուլում մեզ կներկայացնի, թե վերջը ոնց հասկացա պարոն Անանյանի համար առանձնահատուկ խնդրահարույցի խնդրահարույց էր դիտարկվում, հավանականություն այդ մասը դիտարկվում էր, այն թե ինչի հիման վրա է գույքային հայցը ներկայացնում պարոն Սարդարյան, այդ գույքային հայցի օրինակը, եթե ձեր տրամադրության կարգայի խնդրել նշել էջերից, որից որն է ներկայացված մեղադրանքի հանրաքրեական հետապնդման մասին որոշման փաստական նկարագրությունը, ու այն է շարունակ։ Ասես գույքային հայցը համարակալված չէ, այսպես կանոնս երկրորդ թերթից մինչև հիմա ասեմ վերջից օրերով Ասում ենք ձեր հայտարարությունը վերջից մինչև 5-րդ թերթը որտեղ բանը նշված է ավարտման եւ Երևանանքի պատժամի 93 միլիոն 650 հազար դրամ։ Այսինքն մնացած մասով դա մեղադրանքի որոշման բովանդակությունն է վերարտադրված։ Իսկ այս ամեն ինչ-որ պարդերությունների վերջում նշված է, օրինակ արդյունքում Երևանի համայնքին պատճառվել է 14 միլիոն 740 դրամի գույքային վնաս։ Թե դա մեղադրանքի մեջ, թե հավելումը ձերն է։ Ձեր հեղինակային խոսքն է, թե արդեն մեղադրանքի։ Այս հատվածը օրինակ։ Տարբերությունը նշված է, թե ինչի արդյունքում հաշվի, այսինքն մեղադրանքի որոշման մեջ նշված աշխուկայական արժեքից անվելա փաստացի վճարված գումարը արդյունքում ստացված գումարի չափը դիտվել է որպես համայնքին պատճառված վնաս։ Այսքան։ Իսկ այս վերջնական հաշվարկը այն դրվագներով, որտեղ որ պարոն Գյանջունյանի մասով անցակցություն չկա, ներսադրված է միայն պարոն Բեգլարյանին, այդ դրվագներով նույն մեխանիզմով հաշվարկի եւ դրանց ընդհանուր գումարման արդյունքում ստացվել է 1.307.822.700 դրամը, 1.307.822.700 դրամը, իսկ հանցակցության դրվագներով այդ գումարման արդյունքում ստացվել է 559.351.600 դրամը։ Այսինքն գույքային հայցի ինքը վերաբերյալներին ներկայացված հանրաքրեական հետապնդող մասին որոշումն է վերագրվող ենթադրյալություններում։ Իսկ այդ ձեր կողմից հաշվարկված վնասը այդ մեղադրանքի մեջ վկայակոչված գումարներն են, թե ինչ-որ այլ հաշվարկ։ Ոչ մեղադրանքի մեջ նշված։ Մեղադրանքի մեջ նշվածն է։ Լավ, դուժող կողմին կամ մեղադրանքի կողմին խնդրեմ նաև արձագանքել պաշտպանության կողմի հայտարարությունը, որ գույքի արգելադրված, դրանով իսկ արդեն այդ նպատակները, ձեր կողմից ակնկալվող նպատակները պաշտպանության կողմի գնահատմամբ ապահովված են։ Այդ կապակցությամբ բարձրաբանող ներկայացրի։
արգելադրումները այլ նպատակով են կատարվել, որպես գույքի բռնագրավման, հետագա բռնագրավման նպատակով, գույքային հայցն ապահովելու նպատակով այդ գույքերը արգելադրված չէր։ Այս մեղադրանքում նկարագրված անշարժ գույքերը բոլորը արգելադրված են գույքի հնարավոր բռնագրավումը ապահովելու նպատակով։ Լավ, այդ գույքի բռնագրավման անհրաժեշտությունը օրինակ ենթադրենք մեղադրական վերդիկ տա կայացվում, այ երբ ինչ նպատակով պետք է բռնագրավումը իրականացվի։ Ոնց է որպես անձնարար Հա, այսինքն process-ը ոնց է ճիշտ եմ հասկանում եք պետք է օրինակ բռնագրավի, դրանից այդ բռնագրավման արդյունքում այցի ապահովման մասին քաղաքապետարանի միջնորդություն ներկայացնում, որ այդ բռնագրավումից հետո նաև իր պահանջները բավարարվեն, այդ սկզբունքով ներկայացում, թե սխալ եմ հասկանում։ Ես կարող մենակ մեր նպատակը նշեմ, հայցի Բայց դե նպատակը իմ նպատակը հայցի ապահովումն է, բռնագրավման հետ կապված թե դատարան հետագայում իր դատական ակտը։ Այսինքն մեղադրանքի կողմի եւ դժոխ կողմի պահանջները այս մասով չեն համընկնում, միմյանցից առանձին պահանջներ են։ Բռնագրավումը հայցի ապահովումը։ Որժան դատարան մենք էլ բռնագրավման փուլի չենք հասել։ Չէ, որ կիրառման նպատակը նախաքննության ընթացքում նպատակը դա է եղել եւ այս պայմաններ արգելադրված են այդ գույքերը։ Իմ հարցն այն է, որ դուք նախաքննության փուլում գույքի արգելադրման հետապնդել եք այլ նպատակ, հայցի դժոխը այս փուլում ներկայացնում է հայցի այս գույքային հայցը այլ նպատակով եւ դրանք միմյանց հետ չեն համընկնում։ Ճիշտ է հասկանում։ Ուսուցում են ուրիշ նպատակը չի սահմանում, չի լիազերում, դրանով ես հայցի ապահովում։ Լավ, իմ հարցը չհասկացա կանցնեմ։ Այլ հայտարարություններ կա են։ Այդ հանդես ժամանակապետ, հատկապես նաև դատախազի հետ կապված տարածության մասով, հա։ Չկան գույքի վրա կապ չունի, որովհետև հայցի ապահովման միջոցը միաժամանակ կրկնվում։ Ուրեմն ընկերների հետևյալն է, ինչքան հիշում եմ, որ բոլոր որոշումների մեջ գույքի արգելադրումը կատարվեց, պատճառաբանությունը շարադրած, գույքի հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը եւ բռնագանձումը ապահովելու համար այս երեք եզրույթների ձևակերպման բառը գույքի վրա արգելանքներ է դրվել դեռևս ինչի որոշմամբ ուրեմն մինչև նոր քրեական դատավորության մասնակցի ուժի մեջ մտնելը դեպաբար պետք է այդ մասով միատ համադրում արվի մեկ եւ երկրորդը ստեղ այդուհանդերձ մեզի ժամանակապետք կարելի դատարան, որ մենք մեր դիրքորոշումը այս մասով իրացնենք, ոնց որ նախատեսված է քրեական դատավարության ազգրքի այդ գույքային պատասխանով ճանաչելուց հետո հոդվածի 4-րդ մասով, գույքային պատասխանով ճանաչելուց հետո այդ ձեր կողմից վկայակոչված նորմը։ Հասկանալի է, որ գույքային պատասխանով ճանաչվելու դեպքում է, բայց գլոբալ առումով դիրքորոշում կարող ենք ներկայացնենք բովանդակային առումով գուցե վերադարձի ինչեր որոշում են միջնորդության հետ կապված։ Ես չունեմ առողջություն։ Գուցե վերադարձի հիմքերը այդպես փորձ նախկինում ոնց որ ունեցել են, որ մի 5-րդ անգամից նկատանը վարորդն է ծածկացնում ձեր նախադասությամբ։ Դատարանն արձանագրում է, որ ըստ էության դժոխ կողմը ներկայացրել է գույքային հայց, գույքային մեղադրյալներին գույքային պատասխանով ճանաչելու միջնորդություն եւ իրական դատավարության մասնակցի համատեքստում դա դիտարկվում է որպես միջնորդություն եւ նույնժամանակ միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել։ Դա բանավոր կարգով, այսինքն հա ճիշտ հասկացա չէ։ Երբ քրեական դատավարության օրենքը նախատեսվում է, որ ներկայացված միջնորդության լուծումը դատարանի որոշմամբ կարող է հետաձգվել, եթե դրա լուծման համար առկա են անհրաժեշտ է որոշակի հարցերի բարձրաբանումներ եւ դատարանը այդ նորմով ղեկավարվելով գույքային հայցը վարույթ ընդունելու հայցի ապահովում կիրառելու հարցի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ դատական նիստը, նաեւ որ ժողովը հնարավորություն ունենա այս հանգամանքներին անդրադարձ կատարի առարկայական Այս դեպքում շարունակենք հաջորդ տիպ հարցերի քննարկումը, դատարանը քննարկման առարկա է դարձնում, քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնեցման բաղ կամարակացված վարույթ
այսինքն դատականության հատուկ կիրառելու հարցերը, դատարանը բարձրացնում է, որ նախնական դատարությունների սույն փուլում մեղադրյալները կարող են ներկայացնել իրենց նկատմամբ դատականության հատուկ կարգ, համաձայնեցված համարակացված վարույթ կիրառելու միջնորդություններ, հաշվի առնելով, որ այդ միջնորդությունը ներկայացնելու իրավունքը մեղադրյալի անձնության բաժանեք, խնդրեմ մեղադրյալները նշեն արդյոք նման միջնորդություն ունեն, թե ոչ։ Գագիկ Բեգլարյան, Չունենք։ Պարոն Ամանյան, դուք դեռ մեղադրյալ չեք։ Նշեցի մեղադրյալի Ասած օրենքը թույլ չի տալիս ուրվասները, համար համաձայնեցված վարույթի կամ առանձնապես ծանր հարցեր կա։ նա Ողորի լեվացում է վերագրված, արգելի դատարան, ամայր չու։ Դե ամեն դեպքում օրենքի կարգն է պետք է հարցնել։ Ոնց ասեմ։ Գագիկ Բաղդասարյան, Գագիկ Յանջումյան, Դատարանը քրեական դատավարության օրենքի 219 հոդվածը կարգով քննարկման առարկա է դարձնում հետազոտային դատավարությունների ծավալի հարցի քննարկումը, պարզաբանել, որ քրեական դատավարության օրենքի 219 հոդվածի առաջին մասում նախատեսված կարգի համաձայն նախնական դատավարությունը ընթացքում կողմերի դատարանի պահանջով ներկայացնել քրեական դատավարությունների հետազոտային դատավարությունների շրջանակի վերաբերյալ առաջարկները կողմերի յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել թե առաջակարգ հետազոտային ցանկալի յուրաքանչյուրաբացույց վերիկայացնելու համար նշանակություն ունեցող միջպաստական հանգամանքի հաստատում կամ հերթում ըստ քրեական դատավարության օրենքի 219 հոդվածով սահմանադրական հանրային մեղադրում խնդրեմ ներկայացնել հետազոտային թակավորությունների ծավալի վերաբերյալ մեղադրանքի կողմի միջնորդությունը հաշվի առնելով որ մեղադրական եզրակացությունը կից ներկայացված տեղեկանքը ծավալում է, պարոն Պողոսյան կարող եք տեղից ներկայացնել։ Ընտրոժան դատարան ես ներկայացնում նաև հետաքրքրությամբ թե ինչ հետաքրքրությամբ դատարանում հետազոտենք այդ ապացույցները, սկզբում գրավոր ապացույցները, հետո վկաների ցուցմունքներ, այնուհետև վերջում մեղադրյալների հարցաքննություններ, նախ արգելավուն կատարելու մասին արձանագրություն, հատոր 17 Գործեր 45-ից 48 Դուք եք քաղաքացի Ցանոթ եք հիմա ներկայացնում, հետո թե մեղադրական եզրակացության պատճառաբանական մասով։ Մի րոպե, պարոն Սարդարյանը ուսուցող բան ուզում ասել։ Արտոժն դատարան ես ապացույց ներկայացնելու միջնորդություն չեմ ունեցել, եթե թույլ կտաք ես Հանրային մեղադրողի կամ պաշտպանության կողմից հավանական միջնորդող ծավալի հետ կապված ևս վստահ դիրքորոշում չունեք։ Կողմերի առարկություն ունեն։ Չկա։ Դատարանը հաշվի առնելով որ ուժողի եւ ուժողի ներկայացուցիչի ներկայությունը պարտադիր կարող է դիտարկվել, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, հաշվի առնելով ուժողի դիրքորոշումը, դատարանը ևս ուժողի պարտադիր ներկայությունը այդ դատական լիստի նշված հարցերի քննարկման համար պարտադիր չի դիտարկում, ուստի հաշվի առնելով նաեւ որ կողմերի առարկություն չունեն, կարող եք գնալ։ Ես էլ դեցին նիստ ունեմ, այս աշխատանքի ծավալի հարցակնությունը որտեղ է։ Տնտեսական հանցագործությունի քննչելու շարժը։ Հա իրան գալու են ստեղ բարակ մի անգամ սպանում։ Շարունակենք բան խոսը։ Վեցին իսկ։ Չէ։ Ես Տնտեսական հանցագործություն։ արգելավուն կատարելու մասին արձանագրությունն է, որով արգելավները հատուկ այսօր գործեր 45-ից 48-ում են, որով արգելավել են մեղադրանքների նկարագրված հույքերին վերաբերելի Կնդրկելի էջը կասեք մեղադրական 41 վերաբերելի անշարժ հույքերի կադաստրային գործերը դրանցում նշված փաստաթղթերով։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն հատոր 17 գործեր 93-32 զննված են հատոր 31 գործեր 1-ից 26 հատոր 32 161-ից 185 187-ից 201, հատոր 55, 62-ից 68, հատոր 62, 15-ից 33։
զննվել են կադաստրային գործերը համապատասխան անշարժ գույքերի տվյալներ չնշեմ, այն անշարժ գույքերը, որոնք ներառված են, դրանց մի մասը, որոնք ներառված են մեղադրանքներում, նկարագրված են մեղադրանքներում և դրանցով հիմնավորվում են, թե ինչ գործողություններ են կատարվել նշված անշարժ գույքերի հետ։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն հատոր 17-165-175 զննվել է կենտրոնատարական գրասենյակում գտնվող Սեղանան Մակցյանը, վերաբերելի անշարժ գույքերի հետ կապված և դրանով հիմնավորվում է, թե ինչ պայմաններ են կնքվել այդ անշարժ գույքերի հետ կապված, դրանք մանրամասն նկարագրված են նաև մեղադրանքի որոշման մեջ, իրական հակատների հարուցելու որոշման մեջ։ Հաջորդը դատաապրանքագիտական փորձարկումության թիվ 19-14-28 եզրակացությունն է, հատոր 20 գործեր 124-194, որոնցով պարզվել է մեղադրանքում նկարագրված անշարժ գույքերի գործարքները կատարելու ժամանակահատվածի շուկայական արժեքները դրանց հատվածներ, հաջորդը կրկին դատաապրանքագիտական փորձարկումության եզրակացությունն է թիվ 19-14-28 հատոր 20 գործեր 237-274, ինչը նույնպես վերաբերում է անշարժ գույքերի արժեքներին, հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունն է, որով զննվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարից տրամադրված փաստաթղթերը քարտուղարի կողմից, որը վերաբերում է Թումանյան փողոց 3 շենք, Կանոնյան փողոց 3 շենք 148 հասցեի գույքեր կապված գործարքներին, դրանցով հիմնավորում է, թե ինչ գործողություններ են նաև իթիվս արելի կատարվել, հաջորդը արգրավում կատարելու մասին արձանագրություն է, որով արգրավել է Կենտրոնական բանկից արգրավել է Գագիկ Բեգլյանի բանկային գաղտնիք պահանակող փաստաթղթերը, հաջորդը արգրավում կատարելու մասին արձանագրություն է, նախորդը Ես նայողություն ապնական մահամին դատարանների 4 հատով հնարավոր է, ու կուշում այդ տարալել։ Ոմենի տարավ չու։ 3-4 Դատանը 3 հոգև է միջում է։ Միջում է դատականիստը շարունակվում է, պարոն Անանյան շարունակենք։ Այո, Պարոն Պողոսյան դատը բանկային գաղտնիքի վերաբերյալ փաստաթղթերը գտնվում էին հատոր 22 գործեր 106-107, իսկ դրան նախորդող ներկայացված ստացված փաստաթղթերը հատոր 21 գործեր 60-61, հատոր 18 գործեր 10-87։ Հաջորդը արգելափոխ համարում կասեք, թե դիտի համանշանակությունը թղթերի ինչքանով բանկային գաղտնիքի հետ կապված դրանով հաստատվում է մեղադրանքով նկարագրված անձանց հետ Գագիկ Բեգլյանի փոխկապակցվածությունը։ Գագիկ Բեգլյանի անձնական գործով հաստատվում է, թե Գագիկ Բեգլյանը անցանքները վերագրվող անցանքների ժամանակաշրջանում ինչ է աշխատել և ինչ պաշտոնի է եղել։ Հաջորդը դատաապրանքագիտական փորձարկումության թիվ 1428 կոտրակ 3 եզրակացությունն է, հատոր 25 գործեր 24-75, որով նախորդ եզրակացությունների նման պարզվել են օտարված անշարժ գույքերի օտարման ժամանակահատվածի շուկայական արժեքները։ Հաջորդը արգրավում կատարելու մասին արձանագրություն, հատոր 25 գործեր 101-103, Հայաստանի ազգային արխիվ կողակից արգրավել է Կենտրոնատարային համայնքի հավաքանու ղեկավարի որոշումները, որոշումների նախագծերը, արձանագրությունները և
օրակարգը, դրանցով հաստատվում է անշարժ գույքերի օտարված անշարժ գույքերի վերաբերյալ կայացված հավաքանու և ղեկավարի որոշումները, թե ինչ որոշումներ են դրանց հետ կապված կայացվել, հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունն է, հատոր 25 գործերթ 381-ից 392 և հատոր 41 237-ից 263, որով զննվել է Կենտրոնական բանկից արգելված Գագիկ Բերդյանի բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի զննությունը և նրանով, ինչպես արդեն նշվեց, հաստատվում է փոխկապակցվածությունը Գագիկ Բերդյանի և մեղադրյալում նկարագրված անձանց միջև փոխկապակցվածությունը։ Հաջորդը դատական փորձաքննության թիվ 19-1428 կոտորակ 4 եզրակացությունն է, գտնվում է հատոր 26, գործերթ 3469-ում, համանման է նախորդ եզրակացություններին։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն, հատոր 32-187-ից 201 և հատոր 62-268-ից 283, դա Գագիկ Բերդյանի անձնական գործի զննումն է, ինչպես արդեն նշվեց, դրանով ինչ հանգամանքներ են հաստատվում։ Հաջորդը արգելավուն կատարելու մասին արձանագրություն, հատոր 34 գործերթ 6-ից 8, Հայաստանի ազգային արխիվ ՈՒԱԿ-ից արգելավվել են մեղադրանքում նկարագրված որոշակի գույքերի վերաբերյալ նորյատվության վերաբերյալ փաստաթղթերը, որոնցով հաստատվում է, թե ինչ գործողություններ են կատարել նկարագրված գործողությունները հայոց իրական հետապնդում հարցերի մասին որոշման մեջ։ Հաջորդը արգելավուն կատարելու մասին արձանագրություն, հատոր 34 գործերթ 17-ից 18, կրկին Հայաստանի ազգային արխիվ ՈՒԱԿ-ից արգելավված հավաքանու որոշումներն են վերաբերելի մեղադրանքում նկարագրված անշարժ գույքերին։ Հավաքանու որոշումների վերաբերյալ արդեն ներկայացվեց, թե ինչ հանգամանքներ են դրանցով հաստատվում։ Հաջորդը դատական փորձաքննության թիվ 20-1665 եզրակացությունն է, հատոր 34 գործերթ 6485-ում, որով արդեն իսկ նշվել է, թե դատական փորձաքննություններով ինչ հանգամանքներ են պարզվում։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն, հատոր 35 գործերթ 181-187-ում, զննվել է Պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի մայիսի 17-ից ստացված մեղադրանքում նկարագրված որոշակի անձանց պաշտաշխատանքի վայրի, պաշտոնի աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկությունները, որոնցով հաստատվում են այդ անձանց փոխկապակցվածությունը և փոխկապակցվածությունը, ասենց կարճ ասած, Գագիկ Բերդյանի և Գագիկ Յանջումյանի հետ։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն, հատոր 35 գործերթ 188-191, 234-242, հատոր 36 գործերթ 7-ից 10, 11-ից 12, 13-ից 16, հատոր 40 գործերթ 76-ից 78, զննվել են Գագիկ Բերդյանի, Հրանտ Բերդյանի և Հակոբ Բերդյանի կողմից օգտագործած հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերցանումները, դրանցով նույնպես հաստատվում է մեղադրանքում նկարագրված որոշակի անձանց փոխկապակցվածությունը միմյանց ճանաչելու հանգամանքը։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն, հատոր 36 գործերթ 5-ից 6, զննվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից
արգրավված կալվածքներ, բաժնեմասերի որոշակի մեղադրանքում նկարագրված որոշակի ընկերությունների բաժնեմասերի հետ կապված փաստաթղթերը, որոնցով հետքին հաստատվում է, որ այդ ընկերությունները, գույք ձեռք բերած ընկերությունները ինչ առնչություն ունեն Գագիկ Բեգլարյանի հետ։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունն է, որով զննվել է Գևորգ Ղազարյանի և Գագիկ Բեգլարյանի սահմանահատումների պատմությունը, համադրված զննություն է կատարվել, որով նույնպես հաստատվում է վերջիններիս փոխկապակցվածությունը և առնչությունը միմյանց հետ։ Գտնվում է այդ զննությունը հատոր 36 գործերտ 49-80-ում։ Հաջորդը արգրավում կատարելու մասին արձանագրություն, հատոր 35 գործերտ 46, հատոր 36 գործերտ 154-157 Հայաստանի ազգային արխիվից արգրավել է կենտրոն-թաղային համայնքի ղեկավարի ավականու որոշումները, նիստերի արձանագրությունները պարունակող փաստաթղթերը։ Դրանով արդեն իսկ նշվեց, թե ավականու որոշումներով ինչ հանգամանքներ են սույն գործով հաստատվում։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն, հատոր 36, գործերտ 158-163, 166-173, 174-176, հատոր 39, գործերտ 111-114, զննվել են ՄՏՍ Հայաստան ՓԲ-ի, Ձյուկոմ ՓԲ-ից ստացված Գագիկ Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Գևորգ Ղազարյանի, Անահիտ Ասլանի, Գագիկ Բաղդասարյանի, Գագիկ Յանջումյանի, Վաղինակ Դավթյանի, Կարեն Հովհաննիսյանի, Սամվել Հովհաննիսյանի, Տիգրան Ղազարյանի հեռախոսային համարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերցանումները, դրանցով նույնպես հաստատվում է նշված անձանց և մեղադրանքում նկարագրված անձանց փոխկապակցվածությունը միմյանց հետ։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն, որով գտնվում է հատոր 35 գործերտ 173-180, հատոր 37 գործերտ 178-204, հատոր 38 գործերտ 126-130, հատոր 39 գործերտ 209-224, հատոր 40 գործերտ 111-134, հատոր 41 գործերտ 80-83, հատոր 42 գործերտ 77-95, հատոր 43 գործերտ 1-32, հատոր 44 գործերտ 1-6, հատոր 46 գործերտ 1-7, հատոր 63 գործերտ 9-82։ Զննվել են Հայաստանի ազգային արխիվ պողակից արգրավված կենտրոն-թաղային համայնքի ղեկավարի և ավականու որոշումները, նիստերի արձանագրությունները պարունակող փաթեթները։ Զննվել են մեղադրանքում նկարագրված վերաբերելի անշարժ գույքերի օգտագործումների հետ կապված որոշումները, դրանցով հաստատվում են, թե Գագիկ Յանջումյանը, թե Գագիկ Բեգլարյանը ինչ գործողություններ են կատարել նշված գույքերի օգտագործման հետ կապված։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունն է, որով զննվել է Երևանի կենտրոն-թաղային համայնքի ավականու կողմից կայացված որոշումների հրավիրված ավականու էլի կրկին ազգային արխիվ պողակից արգրավված Երևան քաղաքի կենտրոն-թաղային համայնքի ավականու կողմից կայացված որոշումների հրավիրված ավականու նիստերի արձանագրությունների կենտրոն-թաղային համայնքի ավականու ղեկավարի որոշումների նախագծերը դրան գտնվում են հատոր 39 գործերտ 171-208 արդեն իսկ նշվեց, թե դրանք ինչ հանգամանքներ են հիմնավորում, դրանք նույնպես նույն հանգամանքներն են հիմնավորում։ Հաջորդը արգրավում կատարելու մասին արձանագրություն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության
տարածքային սպասարկման գրավի սենյակից արգիրավել է Խարփինեքս կարտա Սեֆոնիա 2 սպանքերությունների վերաբերյալ փաստաթղթերը գտնվում է 40-45, որտեղ 100-ից 100 հաջորդ նշված փաստաթղթերի զննությունն է գտնվում է հատոր 45, 109, 112, դրանցով հիմնավորվում է մեղադրանքում նկարագրված անձանց մասնակցությունները, որոշակի մասնակցությունները այդ ընկերություններին, դրանց փոխկապակցվածությունը մեղադրյալների հետ եւ կատարված գործողությունները նաեւ մեղադրանքում նկարագրված։ Հաջորդը արգիրավուն կատարելու մասին արձանագրություն, հատոր 47 գործերթ 108-ից 110 Հրեավանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակից արգիրավել է բալի սպանքերության վերաբերյալ փաստաթղթերը։ Հաջորդը արգիրավուն կատարելու մասին արձանագրությունն է, որով Երևան քաղաքի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանրահանցերությունների քննության բաժնի տեղակալից արգիրավել է Գագիկ Բաղդասարյանի և Գագիկ Գյանջումյանի անձնական գործերը։ Սրանով էլ հիմնավորվում է, թե վերջիններս ինչ պաշտոններ են զբաղեցրել նկարագրված գործողությունները կատարելու ժամանակահատվածում և հանդիսացել են պաշտոնատար անձ։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն է, զննվել է վերը նշված անձնական գործերը, արդեն նշվեցի, թե ինչ հանգամանքներ է դրանով հաստատվում և նշված զննությունը գտնվում է հատոր 49 գործեր 48-ից 61 և 67-ից 103։ Հաջորդը տեղեկատվության պահանջի մասին արձանագրությունն է, տեղեկատվության պահանջով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունից ստացվել է Գևորգ Ղազարյանի 2012 թվականի ապրիլ 2-ից մինչև 15 թվականի 31-ին ներառյալ Երևանի կենտրոնի աշխատակազմի աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատակազմի բանվորի հաստիքը զբաղեցած լինելու վերաբերյալ փաստաթղթերը գտնվում է հատոր 49 գործեր 174-180-ում նշված փաստաթղթերը։ Հաջորդը նշված փաստաթղթերի զննությունն է, գտնվում է հատոր 49 գործեր 181-184-ում նշված փաստաթղթերով հիմնավորվում է Գևորգ Ղազարյանի փոխկապակցվածությունը Գագիկ Բեգլյանի և Գագիկ Գյանջումյանի հետ։ Հաջորդը արգիրավուն կատարելու մասին արձանագրություն է 2022 թվականի օգոստոսի 30-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից արգիրավել է ENVA և Post Prima սպանքերությունների վերաբերյալ փաստաթղթերը, դրան հաջորդում է գտնվում է հատոր 49 գործեր 237-239-ում, դրան հաջորդում է զննություն կատարելու մասին արձանագրություն, զննվել են նշված փաստաթղթերը, արդեն իսկ մեկ անգամ նշվեց, թե այդ սպանքերությունների հետ կապված փաստաթղթերի զննությունների արգիրավմամբ ինչ հանգամանքներ են հաստատվում։ Զննությունը գտնվում է հատոր 50 գործեր 202-210, հատոր 51 գործեր 123-128-ում։ Հաջորդը տեղեկատվության պահանջի մասին արձանագրությունն է, որի համաձայն Հայաստանի ազգային արխիվ ՊՕԱԿ-ից արգիրավել է Երևանի քաղաքապետի 2010 թվականի հունիսի 28-ի թիվ 2201 և 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 5599 աղորոշումները դրանց կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։ Սրանով հիմնավորվում է մեղադրանքում նկարագրված Գագիկ Բեգլյանի կողմից կատարված գործողությունները։ Հաջորդը սա հատոր 53 գործեր 170-143-ում է, հաջորդը 30 արգիրավուն կատարելու մասին արձանագրություն, հատոր 58 գործեր 125
127 և 140-142 կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանից և Նունե Սարգսյանից արգրավել են վարձակալության և անշարժ նյութերի օտարման պայմանագրեր, դրանցով նույնպես ինչպես նախորդ դեպքերում հիմնավորվում է ինչ գործողություններ են կատարվել մեղադրանքում նկարագրված որոշակի գույքերի հետ կապված։ Հաջորդը ծնունդ կատարելու մասին արձանագրություն է, հատոր 58 գործերթ 167-170 Երևանի քաղաքապետարանից արգրավված Համիկ Լուկոյանի աշխատելու վերաբերյալ փաստաթղթերի զննությունն է, որով հաստատվում է Համիկ Լուկոյանի, Գագիկ Բեգլյանի և Գագիկ Յանջումյանի փոխկապակցվածությունը գույքերի օտարումների ժամանակահատվածում գտնվում է հատոր 58-167-170 էջերում։ Հաջորդը ծնունդ կատարելու մասին արձանագրությունն է, որով զննվել է Պետական եկամուտների կոմիտեի ստացված Համիկ Լուկոյանի, Հակոբ Ստեփանյանի, Վահան Սարգսյանի, Արտուր Մկրտչյանի, Գևորգ Շահբազյանի, Նուրի Նիկոլյանի, Մամադ Խաչատրյանի, Էդվարդ Նիկոլյանի, Հրանտ Պետրոսյանի, Էդգար Սարգսյանի անհատական հաշիվների վերաբերյալ փաստաթղթերը, որոնցով պարզվել է, թե ինչ են աշխատել հանրային քրեական հետապնդում կառուցելու մասին որոշման նկարագրված ժամանակահատվածում, ինչ գումարներ են ունեցել, հնարավորություն ունեցել են իրականում մեղադրանքում նկարագրված գույքերը ձեռք բերելու, թե ոչ։ Գտնվում է հատոր 59 գործեր 49-62։ Հաջորդը դատաձեռագրաբանական փորձարկումության թիվ 23-23-01 եզրակացությունն է, որը գտնվում է հատոր 59-82-94 էջերում, դրանում հաստատվում է մեղադրանքում նկարագրված դրվագներից մեկով գույքի ձևական գնորդի հետ կապված գործողությունները և նրա կողմից կատարված կամ չկատարված լինելը։ Հաջորդը արգրավող կատարելու մասին արձանագրություն է, որով կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման վիրանստական ստորագրաժման արխիվից արգրավել է մեղադրանքում նկարագրված երկու անշարժ գույքերի կադաստրային գործերը։ Գտնվում է հատոր 60 112-114։ Հաջորդը արգրավում կատարելու մասին արձանագրություն է գտնում, որով արգրավել է կրկին մեղադրանքում նկարագրված որոշակի գույքերի վերաբերյալ կազմված աճուրդային գործերը, հատոր 60 գործեր 196-199։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունն է, որով զննվել են վերնշված արգրավված գույքերը, որոնցով հիմնավորվում է, թե նշված անշարժ գույքերի հետ կապված մեղադրանքում նկարագրված ինչ գործողություններ են կատարել դրանով նշված անձինք։ Գտնվում է հատոր 61 գործեր 1-16 և հատոր 61 գործեր 265-275 էջերում։ Հաջորդը դատաձեռագրաբանական փորձարկումության թիվ 37-52-23-01 եզրակացությունն է, որով հաստատվում է, ինչպես նախորդ նմանատիպ եզրակացությամբ, ձևական գնորդների կողմից գործակները ընկելը կամ չընկելու հանգամանքները մեղադրանքում նկարագրված։ Գտնվում է նշված եզրակացությունը հատոր 61 գործեր 161-119։ Հաջորդը տեղեկատվության պահանջի մասին արձանագրություն է, որով Հայաստանի ազգային արխիվ ՊՕԱԿ-ից ստացվել է մեղադրանքում նկարագրված գույքերի վերաբերյալ Գագիկ Բեգլյանի կողմից կայացրած որոշումները և դրանց հավելվածների պատճենները։ Դրանցով հիմնավորվում է, թե
ինչ գործողություններ, ինչ որոշումներ են կայացվել վիճերի օտարման հետ կապված Գագիկ Բեգլյանի կողմից։ Հաջորդը տեղեկատվության պահանջի մասին արձանագրությունով կենտրոն վարչական շրջանից ստացվել է Զարինե Մխայանի վերաբերյալ ինչ պաշտոնում է աշխատել, որտեղ ինչ պաշտոնի է աշխատել, որով հիմնավորվում է վերջինիս փոխկապակցվածությունը գույքերի մեղադրանքում նկարագրված գույքերի օտարումների ձեռքբերումների ժամանակահատվածում, նրա փոխկապակցվածությունը Գագիկ Բեգլյանի հետ։ Հաջորդը գտնվում է հատոր 62 գործերთ 1-ից 14-ում։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն է, որով զննվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից տրված գրությունը Էնվա ՍՊ-ի և Ֆորտպորս Պրիմա ՍՊ-ի վերաբերյալ, որոնցով հաստատվում է նրա փոխկապակցվածությունը Գագիկ Բեգլյանի հետ, այդ գույքերը ձեռք բերած ընկերությունների փոխկապակցվածությունը Գագիկ Բեգլյանի հետ։ Գտնվում է հատոր 62, 242, 244-րդ էջերում։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունն է, որով զննվել է կենտրոն օտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանից կատարած որոշակի ժամանակ մեղադրանքում նկարագրված գործողությունների ժամանակահատվածում կատարված կիրառումները կապված օտարված գույքերի հետ գտնվում է հատոր 62 գործեր 245-246։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրությունը, որով զննվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և Հայաստանի ազգային ակտի պահակից ստացված կենտրոն թաղային համայնքի հավաքանի և ղեկավարի որոշումները, համայնքի հավաքանու նիստերի արձանագրությունները, օրակարգի պատժենները։ Գտնվում է հատոր 62, 257-ից 267 նշվածի վերաբերյալ արդեն այս հավաքան որոշումների վերաբերյալ արդեն նշվել է, թե ինչ հանգամանքներ դրանցով հաստատվում։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն է, որով կենտրոն վարչական շրջանի զննվել է կենտրոն վարչական շրջանի ղեկավարից տրամադրված Զարինե Մխայանի ինչ պաշտոն է զբաղեցրել և Երևանի քաղաքապետարանից արգելված Գագիկ Բեգլյանի անձնական գործը, անի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից արգելված Բալի ՍՊ-ի ռեգիստրային գործը, ինչպես նաև կենտրոն համայնքի ղեկավարի համապատասխան որոշումները։ Դրանցով արդեն իսկ նշվեց, թե Զարինե Մխայանի մասով ինչ է հաստատվում, Գագիկ Բեգլյանի անձնական գործով ինչ հանգամանքներ են հաստատվում, ծնությամբ և Բալի ՍՊ-ի ռեգիստրային գործով ինչ հանգամանքներ են հաստատվում և կենտրոն թաղային համայնքի որոշումներով ինչ հանգամանքներ են հաստատվել։ Գտնվում է հատոր 62, 268-ից 296-րդ թերթերում։ Հաջորդը զննում կատարելու մասին արձանագրություն է, որով զննվել է Գագիկ Բեգլյանի կողմից կայացրած որոշման Պերսեֆոնիա ՍՊ ընկերության կողմից Գագիկ Բեգլյանի դաստիարակված գրությունը, վարձակալության պայմանագիր, սրանց արգելավումների մասով ժամանակ արդեն նշվեց, թե ինչ հանգամանքներ են դրանցով հաստատվում։ Նշված զննությունը գտնվում է հատոր 63 գործերთ 1-ից 8։ Հաջորդը արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշմամբ արտավարութային փաստաթուղթ են ճանաչվել
Երևան քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի թիվ 82 եւ Թամանյան փողոցի եւ 140-րդ տարածքի կարգաստանային գործերի պաշտոնները 102 գործեր 43 134 132 151 գործեր 1-ից 196 Երևան քաղաքի Պուշկին փողոցի 58-րդ շենքի թիվ 52 տարածքի կարգաստանային գործի պաշտոնը 103 գործեր 157 251 104 գործեր 1-ից 91 Երևան քաղաքի Թումանյան փողոցի 38-րդ շենքի թիվ 52 տարածքի կարգաստանային գործի պաշտոնը 104 գործեր 92 250 105 գործեր 1-ից 250 106 գործեր 1-ից 245 Երևան քաղաքի Սայաթյանը փողոցի 37 կոտորակի շենքի թիվ 50 հասցեի կարգաստանային գործի պաշտոնը 109 գործեր 175 250 110 գործեր 1-ից 250 111 գործեր 1-ից 165 Երևան քաղաքի Գողբացի փողոցի 1 շենքի թիվ 121 հասցեի կարգաստանային գործի պաշտոնը 111 գործեր 166 250 112 գործեր 1-ից 162 Երևանի քաղաքապետարանի ստացված էր 2020 թվականի մարտի 22-ին զննված Երևան քաղաքի Սարյան փողոցի 36 կոտորակ 4 հասցե 291 մակերեսով շինության եւ 212 մակերեսով կարակուսի մետր մակերեսով համասը Պերսեֆոնիասը ընկերության նորակի ձևով վարձակալության տրամադրել եւ օտարելու մասին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգյանի 2010 թվականի հունիսի 25-ի թիվ 27-55 որոշումը 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 55-99 գիծավորոշումը եւ իսկ փաստաթղթերի պատճենները հատոր 12 գործեր 230 265 հատոր 12 գործեր 1-ից 3 Երևանի քաղաքապետարանից ստացված Երևան քաղաքի Թամանյան 3 շենքի 140 հասցե 228 կարակուսի մակերես եւ 225 կարակուսի մետր մակերեսով տարածքները Իգրան Ղազարյանի օտարերվել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 50 գիծավորոշման հյուսիս փաստաթղթերի պատճենները հատոր 13 գործեր 6296 Կադաստրի կոմիտեից ստացված Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 58 շենքի թիվ 25 հասցեի կադաստրային գործի պատճենը հատոր 14 գործեր 93-ից 172 Երևանի քաղաքի Մաշտոցի պողոտա 6 շենքի թիվ 85 հասցեի կադաստրային գործի պատճենը հատոր 14 գործեր 173 250 հատոր 15 գործեր 1-ից 41 Երևան քաղաքի Վարդանանց 26 բարեկցելում 26 շենքի թիվ 30 հասցե թիվ 30 բարեկցելում 35 հասցեի կարգաստանային գործի պատճենը հատոր 15 42 209 գործերում Մաշտոցի պողոտա 6 շենքի 89 հասցեի կարգաստանային գործի պատճենը հատոր 15 գործեր 210 հատոր 16 1-ից 90 Երևան քաղաքի Երկրաշկացնի խճուղի 28 հասցեի կարգաստանային գործի պատճենը հատոր 16 գործեր 91-ից 206 քրեական գործի հարուցման փուլում նյութերի նախապատրաստման ընթացքում արած համապատասխանատվների կողմից ձեռքբերված եւ արդեն գծված կանոնը 15 հասցեում գտնվող 100 կարակուսի մետր տարածքը Հակոբ Ստեփանյանի նոտարելու մասին կենտրոնային համայնքի ավականորի 2009 թվականի մայիսի 28-ից 4 կոտորակ 34 որոշման պատճենը հատոր 16 գործեր 211 Տերյան 1 հասցեում գտնվող 103 7 կարակուսի մետր տարածքը Ֆորտպոստ Լիմասը ընկերության նոտարելու մասին կենտրոնային համայնքի ավականորի 2004 թվականի մայիսի 29-ի թիվ 10 կոտորակ 4 որոշման պատճենը հատոր 16 գործեր 212 Մաշտոցի 51 հասցեում գտնվող 93 կարակուսի մետր տարածքը Գևորգ Շահբազյանի նվիրատվության տոտալելու մասին կենտրոնային համայնքի ավականորի 2009 թվականի ապրիլի 29-ի թիվ 3 կոտորակի 7 եւ 2008 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 11 կոտորակի 23 գիծավորոշումը պատճենը հատոր 16 գործեր 213 234 Վայրենցի 43 հասցեում գտնվող 77 կարակուսի մետր տարածքը Հարություն Շմոյանի նվիրատվության պոտարելու մասին կենտրոնային համայնքի ավականորի 2009 թվականի մայիսի 26-ի թիվ 4 կոտորակի 9 եւ 2008 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 11-ից 29-ից որոշման պատճենը հատոր 16 գործեր 214 233 Պատվոգում դեպայիցեք կողմերը առարկություն չունեն միայն գործերթերի տվյալները նշեն, թե որոնք են արտավարության փաստաթուղթ ճանաչվել, սրանք այն զննված փաստաթղթերն են, որոնք արդեն զննությունով ներկայացվեց, ինչ փաստաթղթեր են զննվել, դրանց հաստատման վերաբերյալ տվյալներն են արդեն իսկ ներկայացվել են։ Եթե առարկություն չկա, լրությունները եւ համապատասխանատվությունը
արտավարության Ցուցակը կա փաստաթուղթ մեր ֆինանսը։ հատոր 16 գործեր 214-233-ին գտնվող փաստաթուղթ հատոր 16 գործեր 215 նույն հատորի 216-217 նույն հատորի 218-19 220-21-22-23 24-25 26 27 28 29-30-31 236 237 238 Արտավարության ճանաչող փաստաթղթերի փաստաթղթերի էջերն են, որոնք են բովանդակ Հա։ Okay, հատոր երկրորդ 43-ից 134 ճիշտ է, կետից, հա։ հատոր 2 43-ից 134, հա։ Դա եցեք սկսում ես ուղղակի Չէ, դի արդեն դրանք այդքանը ասել են, ոստիկնեսից արտավարության փաստաթուղթ ճանաչելու մասին որոշումը գտնվում է հատոր 39-250, հատոր 40 1-ից 67, 135-ից 250, հատոր 41 1-ից 26, 84-ից 210, հատոր 42-96-ից 206, սրանք սրա փաստաթղթերն են իվարքյան, հատոր 63-83-ից 103, այս էջումը որոշումներն են, սա որոշման հատվածն է, որոշման այս ներկայացված փաստաթղթերը ճանաչվել են արտավարության փաստաթուղթ։ Որպես փաստաթղթերի բովանդակությունը չհրապարակեն, միայն հատոր գործերթերն են հրապարակում, թե որ գործերթերն են, որոնք հետագայում պետք է հետազոտվեն։ Այսինքն բովանդակությունը ամեն դեպքում հետագայում հետազոտվել է, զննության արձանագրություններով էլ հենց այս փաստաթղթերը զննված են։ Հաջորդ փաստաթուղթը հատոր 17 գործեր 63-92-ում են, մյուսը նույն հատորի 168-175, 216-217, 215-219, 220-221, 222-224, հաջորդը հատոր 18 գործեր 9, նույն հատորի 131, 134, 135, 139, 144-145, հատոր 22 108-ից 209, հատոր 23 1-ից 310, հաջորդը հատոր 25 104-ից 105, նույն հատորի 124, նույն հատորի 284, 285, 281, 292, 290, 299, 225-ից 257, 292, 295, նույն հատորի 258, 259, 262, 263, 285, 286, 310, 311, 367, 368, 383, 282, 283, 284, 287, 288, 300, 301, 290, 314, 315, 327, 328, 316, 317, 341, 342, 322, 324, 326, 335, 336, 339, 340 որոշումների բնօրինակներն են ավականու համապատասխան որոշումների բնօրինակներն են, որոնք առանձին փաթեթով են ներկայացված, գործի մեջ չեն, բնօրինակները դատարանը ներկայացվել է առանձին փաթեթով, հաջորդը հատոր 28 գործեր 33-35, նույն հատորի 38, հատոր 33 գործեր 230-231, հաջորդը հատոր 28 գործեր 59-60, նույն հատորի
61, հատոր 33, 228, հատոր 28, 8-ից 8-90, հատոր 31, 27-ից 146, 147-ից 250, հատոր 32, գործերտ իրենքից 150, հաջորդը հատոր 32, 220-ից 222, նաև Գագիկ Բեգրյանի անձնական գործի բնօրինակն է, որը կրկին փաթեթի տեսքով է ներկայացված, դա պատճեններն էր, իսկ բնօրինակը ներկայացված է առանձին փաթեթի տեսքով, հաջորդը հատոր 33 գործերտ 227-րդ էջում գտնվող հաստատուկն է, հաջորդը հատոր 62 գործերտ 284, 286, հատոր 34-19-ից նաև բնօրինակները, այս հատոր 62, 284, 286-ի բնօրինակները փաթեթով առանձին ներկայացված է դատարանին, հաջորդը հատոր 34-19-ից 20, մյուսը նույն հատորի 21, մյուսը նույն հատորի 22, 24, նույն հատորի 25, նույն հատորի 75, նույն հատորի 172, նույն հատորի 158-ից 163 և հատոր 36 գործերտ 21-35, հաջորդը հատոր 36 118, նույն հատորի 180, հատոր 37 գործերտ 43, հատոր 38 63, նույն հատորի 65, 67, 81, 83, 84, հատոր 39 70, հատոր 40 28-ից 29, նույն հատորի 31, 48, 49, 53, 212, 241, 242, 246, հատոր 41 գործեր 11, նույն հատորի 99-ից 100, նույն հատորի 107, 113-ից 114, 118, 117, 119, 121, 122, 123, 130, 140, 40, 141, 150, 151, 162, 164, 165, 169, հատոր 43, 58-ից 170, 155, նույն հատորի 130 և 218, հատոր 44, 232, հաջորդը Խալֆինեքս կարտա Պերսեֆոնի երկուսը ընկերությունների վերաբերյալ ռեգիստրի գործերը բնօրինակներով առանձին ներկայացված էր փաթեթով դատարանին, հաջորդը 107, 146, 107, 108, 111, 116, 117, 138, 141, 146, 155, 162, հաջորդը Բալի ընկերության ռեգիստրի գործն է, որը գրքի ներկայացվել է դատարանին, հաջորդը հատոր 49 գործեր 44-ից 61, 68-ից 103, հաջորդը հատոր 49 նույն հատորի 176, 180, հաջորդը հատոր 50 գործեր 211, 250, հատոր 51 գործեր 1-ից 122, 129-ից 218, բացի այդ Բալի Enva for Tost Primasը ընկերությունների ռեգիստրային գործերն են, Գագիկ Գանջուների և Գագիկ Բաղդասարյանի անձնական գործերը առանձին փաթեթով ներկայացվել են դատարանին, հաջորդ հաստատուկը հատոր 53, 213-ից 243, հաջորդը հատոր 57, 127-ից 130, հաջորդը հատոր 58, 33-ից 34, հաջորդը հատոր 62, 251-ից 256, հաջորդը հատոր 61, 17-ից 74, նույն հատորի 229, 265, հատոր 62, 2-ից 14, հաջորդը կադաստրային գործերն են բնօրինակներով երկու փաթեթով ներկայացված են առանձին դատարանին, մեղադրանքում նկարագրված գույքերի կադաստրային գործերն են, հաջորդը հաստատուկները գտնվում են արտավարության ճանաչված, գտնվում են հատոր 39, 225, 250, հատոր 41-ից 67, 135-ից 250, հատոր 41, 1-ից 26, 84-ից 260, հատոր 42, 96-ից 206, հատոր 43, 33-ից 253, հատոր 44, 7-ից 202, հատոր 46, 55-ից 331, հատոր 63, 38-ից 82
Բացի այդ, բնօրինակներով դատարան են ներկայացվել նաև Կենտրոն Թաղային համայնքի ավականու որոշումները, նիստերի արձանագրությունները պահանջող առանձին փաթեթները, նրանք այդ փաթեթով ներկայացվել են դատարանին։ Սա արտավարության ապացույցները, իրավար ապացույցներ և արտավարության պաստիճանաչված ապացույցներ, հաջորդիվ ցուցմունքներն են նախաքննության ընթացքում եկան հարցաքննված անձանց, վկա Ֆլորա Մերկոնյանի ցուցմունք, որը հաստատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից Թամանյան Կասցիոն ոնց գտնվող 40 ըստ մանկապարտեզի հետ կատարված գործողությունները վերջինս հանդիսացել է մանկապարտեզի տնօրենը և մեղադրանքում նկարագրված հաստատվում է, թե ինչ հիմնավորումներով են այսպես ասել ազատել մանկապարտեզը, հաջորդը Մարիամ Քյուրակոսյանի ցուցմունքով Պետք է նույն հանգամանքներն է հաստատվում, հաջորդը Անահիտ Ասիմյանի ցուցմունքով վերաբերում է մեղադրանքում նկարագրված ընկերությունների նրա կողմից կատարած մեղադրանքում նկարագրված նրա կողմից կատարած գործողությունների, հաջորդը վերաբերում է Վազգեն Նահապետյանի ցուցմունքը, որը վերաբերում է մեղադրանքում նկարագրված Էշմիածինի խճուր 28 հասցեով հատարածքի հաջորդող ձեռք բերելու հանգամանքներին, հաջորդը Տիգրան Ղազարյանի ցուցմունքն է, որը վերաբերում է Թամանյան փողոցի 3 շենքի թիվ 140 մանկապարտեզի տարածքը ձեռք բերելու մեղադրանքում նկարագրված հանգամանքներին, հաստատվում է դրանք, հաջորդը Աշակ Վարդանյանի ցուցմունքն է, որը հիմնավորում է Մաշտոցի Պողոտակ 40 շենքի թիվ 100 հասցեում գտնվող տարածքի ձեռքբերման վերաբերյալ մեղադրանքում նկարագրված հանգամանքները և նրան նշված անձանց գործողությունները, հաջորդը Վարունակ Դավթյանի ցուցմունքն է, ընդհանրական ասեմ Սամվել Հովհաննիսյանի ցուցմունք, Արա Միքայելյանի ցուցմունք, Էրինե Միրզոյանի ցուցմունք, Կարեն Առաքելյանի ցուցմունք, Կարեն Հովհաննիսյանի ցուցմունք, Կարինե Գասպարյանի և Մկրտիչ Գասպարյանի ցուցմունք, Արտյոմ Ներսիսյանի ցուցմունք, Մարատ Խաչատրյանի ցուցմունք, Ստեփան Մարոնյանի ցուցմունք, Հարություն Շմոյանի ցուցմունք, Հրանտ Պետրոսյանի ցուցմունք, Մերուժան Տեր-Գուլյանյանի ցուցմունք, Կարեն Թունյանի ցուցմունք, նշված ցուցմունքներով ըստ էության յուրաքանչյուրը վերաբերում է մեղադրանքում նկարագրված առանձին դրվագների և դրանցում նշված անձանց ներգրավվածության, պաշտոնատար անձանց կատարած գործողություններին, գույքերի օտարման հանգամանքներին, մեղադրանքում նկարագրված այդ փաստերն են հաստատում։ Հաջորդը Կենտրոն Թաղային համայնքի նախկին ավականներ Վիլեն Ավետիսյանի, Ժոր Արաֆյանի, Մամբել Ավետիսյանի, Հայկ Մերկոնյանի, Դավիթ Դավթյանի, Սուրեն Ներսյանի, Ռաֆայել Հակոբյանի, Արմեն Բաղդասարյանի, Արմեն Սահակյանի, Արտուր Հովհաննիսյանի, Սամվել Ասլանյանի, Տիգրան Չախմաչյանի ցուցմունքներն են, որոնցով նույնպես այդ կատարված ավականու կայացած որոշումների վերաբերելի հանգամանքներ են հաստատվում։ Այստեղ են ապացույցները, պատվաժան դատարան։ Հաջորդականությունը։ Ես հաջորդականությամբ ասեցի, հաջորդականության գրավոր ապացույցներ, արտավարութային փաստաթղթերի հետազոտում, վկաների հարցաքննություն, վերջում մեղադրանների հարցաքննություն։ Պաշտպանության կողմերի որոշում ունի։ Այլ դիրքորոշում չկա ապացույցի հաջորդականությունը։ Եթե թույլ կտակ հետաձգենք հաջորդ նիստիների, ես էլ ամեն հավանականությամբ նոր ապացույցների որոշով միջնորդություն չեմ ունենա, բայց հաջորդ նիստին ավելի հստակ ասեմ, որ ծավալումներին դա մի քանի բան կա, որ վերացիչ Այս հայտարարություն կամ դիրքորոշում արկա է։
Այդ դեպքում դատականիստների տազուկի նշանակի 2025 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին կողմերի հետ համաձայնեցված օրը եւ ժամի Նոյեմբերի 12:13:00 մինչև երբ ենք աշխատում Նոյեմբերի 6-ը չունենք, նոյեմբերի 6-ին Չէ, չունենք։ նոյեմբերի 12 ժամը 13:00 մինչև 4-ը Պարոն Սաֆարյանը այդքան համաձայնությունը տվեց 1-ից Ծածիկը հասկանում։ Մինչև 3-ը։ Սա մինչև 4-ը ես իմ մոտ ազատ եմ։ Լավ, 3-ից կես է։ Իմ մոտ օրը ազատ եմ։ 3-ից կես։ Ես 4-ից կեսնիստն եմ կարծում դատականիստը հետաձգում նշանակում է կողմերի հետ համաձայնեցված օրը եւ ժամի 2025 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 13:00 ներկայացում համարվում է պաշտպանված Պապոսն դատականիստը հայտարարում է փակված